Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ։ Նախագծի նպատակը ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումը է։ Նախագծով նախատեսվում է վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացած արժեքով հարկման կանոնները և սահմանել հատուկ կանոններ։ Գործող օրենսդրության համաձայն, թեև ոսկու և թանկարժեք քարերի օտարումն ազատված է ավելացած արժեքի հարկից, այդուհանդերձ ոսկու և թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդի օտարումը ենթակա է ավելացած արժեքով հարկման։ Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին և թանկարժեք քարերը հարկվում են ավելացած արժեքի հարկով։ Ընդ որում հատկանշական է այն, որ ոսկու և թանկարժեք քարերի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը։ Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրենց իրացման շրջանառությամբ հատում են ավելացած արժեքի հարկի շեմը տարեկան 115 միլիոն դրամ, իրենց կողմից շուկայում առաջարկվող ոսկյա զարդի գինը ավելացած արժեքի հարկով պայմանավորված կտրուկ աճում է և ոսկյա զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Մյուս կողմից ոսկին և թանկարժեք քարերը առանձնահատուկ հումքի տեսակներ են այն իմաստով, որ արժեշղթայի մի օղակից մյուսն անցնելով, հումքից զարդ դառնալով պահպանում են իրենց արժեքը։ Հետագայում կարող են օգտագործվել մեկ այլ զարդ պատրաստելու համար և այլն։ Այսինքն հումքի այս տեսակները կարող են բազմակի անգամ լինել արժեշղթայի օղակներում, ինչը բնականաբար չի նշանակում, որ յուրաքանչյուր անգամ դրանց արժեքի չափով նոր արժեք է ստեղծվում։ Հետևաբար յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ԱԱՀ-ով հարկելն արդարացի չի լինի։ Վերոնշյալը հաշվի առնելով նախագծով առաջարկվում է սահմանել երկու առանձին կարգավորում ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի արտադրողների և դրանք վերավաճառողների համար։ Մասնավորապես առաջին կարգավորումը արտադրողների համար առաջարկում է սահմանել, որ ավելացած արժեքի հարկով հարկում է ոսկյա իրի օտարման գնի և դրա արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Օրինակ, եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով և եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով և ադամանդի փաստաթղթավորված ծախս 25 միավորի չափով, ապա ավելացած արժեքի հարկը պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն 100-ից հանած 60 հանած 25։ Երկրորդը, առևտրական առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկում է ոսկյա իրի օտարման գնի և դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Օրինակ, եթե ոսկյա զարդի վերավաճառքով զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռքբերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով։ Նախագիծը քննարկվել է ոսկեգործության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը էապես կբարելավի այս ոլորտում գործող հազարավոր տնտեսվարողների գործունեությունը և մեծապես կնպաստի ոսկեգործության ոլորտի զարգացմանը և մրցունակության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ նախագծի ընդունումը կխթանի ոսկեգործության ոլորտում ինչպես հումքի ձեռքբերման, այնպես էլ պատրաստի արտադրանքի օտարման գործարքների փաստաթղթավորումն ու թափանցիկ գործելաոճը։ Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն համոզվեցիք, բավականին բարդ նախագիծ է, եթե պարզ ասեմ, մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ և հարստացնել և մեր ոսկերչական արտադրանքը ներմուծվողի համեմատ մրցունակությունը էականորեն պետքա բարձրացնի, ընդ որում մենք անընդհատ հիշում եք խորհրդարանում ենք քննարկումներ ունեցել, տենց ցույցեր են եղել, բողոքի ակցիաներ են եղել, վեճեր են եղել, կռիվներ են եղել, մենք ուզում էինք հասկանանք, թե ինչ լրացուցիչ պրոբլեմ կա, որ մեր հարգելի ոսկերիչներին ստիպում է գալ և այդ շրջանառության հարկից մի 2000 դրամ ներքև ամբողջը սենց միանգամից արգելակել։ Եվ էլի սենց բանով նամակագրությունով, կռիվով, վեճով, բանավեճով և այլն, եկանք հանգեցինք, որ ստեղ է պրոբլեմը, որ ինչպես պարոն Հովհաննիսյանը գեղեցիկ կերպով ձևակերպեց, բազմաթիվ
խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի հաշվարկի հետ կապված եւ մենք հիմա այդ հարցը լուծում ենք։ Եվ ինչը այդ էլ պետք է արագ ընդունել, որ նաև տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է, որ մեր ոսկերիչների վաճառքները էականորեն մեծանան եւ մենք համոզված ենք, որ այդ էֆեկտը անպայման լինելու է։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար